Բաշապարանի, Երուսամարտի, Սարդարապատի և Ղարաքի լիսայի հաղթանակի տրամաբանությունից ծնվեց մեր անկախ Հայաստանը, առաջին հանրապետությունը, պայմանական առաջին հանրապետությունը։ Ծնվեց լքված, կեղեքված, հիվանդ, ցեղասպանված ժողովրդի կամքից, հաղթանակի ձգտումից, այդպես ծնվեց։ Այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը իր ինքնագիտակցության և ինքնաճանաչողության բարձրակետին էր հասել, հասկանալով, որ դա իր վերջին հանգրվանն է։ Ականջալուր լինելով Գևորգ 5-րդ Սուրենյանց վեհապար հայրապետի կոչին, որ իր հայացքը ուղղեց հենց այդ ժողովրդին ասելով, որ ես հավատում եմ, որ դու դեռ վերջին խոսքը չես ասել անարգ թշնամուն։ Եվ այդ վերջին խոսքը լինելու է հաղթական։ Եվ այդտեղից ծնվեցին մեր լեգենդար զորավարները, ովքեր կարողացան ոտքի կանգնել և ոտքի հանել ժողովրդին, դարձյալ եմ կրկնում հիվանդ, լքված, ցեղասպանված, զրկված ժողովրդին դուրս բերելու ահռելի մեծ բանակների դեմ, թուրքական բանակների դեմ, մեր կենսագրության և մեր արյան թշնամի բանակների դեմ, որոնք մինչև այսօր շարունակում են այդպիսին լինել, իրենց ծառայող չարիքի իշխանության հետ միասին։ Եվ նրանցից մեկը Դրաստամատ Կանայանն էր, ով այստեղ հենց այս վայրերում, այս ամբողջ շղթայի մեջ կարողացավ մեր աշխարհազորի հետ միասին հաղթանակը կնքել և պատճառ լինել մեր այսօրվա գոյության, պատճառ լինել մեր սխրանքների և հերոսությունների բազմաթիվ։ 2002 թվականի հոկտեմբերի 26-ին Դրաստամատ Կանայանի շիրիմը ես եմ մտնել որպես արագացողի թեմի առաջնորդ և ինձ համար եղել է խորհուրդ, առաջնորդության խորհուրդ և հիշում եմ այդ օրերին ասելով, որ մեր այս ամբողջ լեռնապարի մեջ ևս մի գագաթ ավելացավ։ Այսօր մենք կոչված ենք ազատագրության, ուղղակի ազատագրության։ Այն պատգամներով, այն կամքով, այն տեսիլքներով, ինչ որ ուներ մեր սիրելի հրամանատարը Դրաստամատ Կանայանը, մեր բոլոր հրամանատարները, Գեներալ Սիլիկյան, Պողոսբեկ Փիրումյան, Դանիելբեկ Փիրումյան, Գարեգին arczepiskopos Հովսեփյան, Զավեն եպիսկոպոս, Եզնիկ եպիսկոպոս, Տաճատ քահանա, Դանիել քահանա, մահապարտների գունդ և ուզում եմ այո շեշտել, թեպետ Արցախում վստահաբար նաև այստեղ, թեպետ Սարդարապատում վստահաբար նաև որոշ իմաստով այստեղ ապարանում առանցքային դերակատարություն են ունեցել Արցախցի մեր մարդիկները, ներառվելով հոգևորականների գնդի, մահապարտների գնդի մեջ ներգրաված լինելով Գարեգին arczepiskopos Հովսեփյանցի գլխավորությամբ։ Եվ այս բոլորի գլխին, որպես թագուպսակ, մեր երջանկահիշատակ Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոս, որի մի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի անելու և հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այդ ժողովրդին, ասելով, որ ես չեմ լքի մայրաթոռը, այլ կնահատակվեմ այստեղ որպես գահակառ և ժողովրդին հրավիրելով տեր կանգնելու, ծառա լինելու իր սրբություններին, իր ինքնության, իր գոյության։ Այսօր մենք նույն իրականության առջև ենք, ոչ միայն արտաքին թշնամուն, այլև հենց ներքին թշնամուն։ Նախ մեր տունը ազատագրելու և ապա մեր տունը վերականգնելու մեր պատվի և մեր կյանքի։ Շնորհավոր տոն։